վստահում, ես իր աջակից եմ 2007 թվականից է սա։ Ինչու եք հենց իրեն աջակցում։ Ես միշտ իրան եմ աջակցել, չգիտեմ, հավատում եմ ու ամսի 7-ին թող բոլորը ընտրեն համար 7-ին։ Միշտ ինքը բարեգործություն ա կատարել, ես հեսա 07 թվից ես աջակցել եմ Գագիկ Ծառուկյանին, Բարգավաճ Հայաստանին։ Շիմյանը ասում է Սարի գլխի քո տունը խլելու եմ, դարձնեմ խնամքի։ Դե այդ ասել չի կարող, այդ ասելով չի։ Ասում է Հայաստանի ժողովրդին եք թալանել եւ այլն։ Ինքը չի թալանել, ինքը բարեգործություն ա կատարել, մենք երբեք չենք լսել, որ Գագիկ Ծառուկյանը թալանի։ Ես ասում եմ 7 թվականից խնդրեմ, ես ասենք թե իր աջակիցն եմ եղել, ես չեմ տեսել, որ Գագիկ Ծառուկյանը թալանի, բացի բարեգործություն կատարելուց։ Գաղտնալսումներ են տարածվում, ընդ որում նաև ԲՀԿ-ի շրջանում գաղտնալսումներ են տարածվում, որոնցում երևում է, որ մարդկանց փող են բաժանում, որ կան Գագիկ Ծառուկյանը ես վստահեցնում եմ ձեզ, որ նման բան չկա, նման բան ու չի եղել։ Ասում եմ, ես 7 թվից Գագիկ Ծառուկյանի աջակիցն եմ։ Հիմա իրեն կհաջողվի իշխանություն ձևավորել։ Դե ինձ թվում է, այո, ամսի 7-ին պետք է բոլորը ընտրեն համար 7-ին։ Իսկ եթե միանձնյա չլինի այդ իշխանություն ձևավորելու Դե ասենք համագործակցի, դուք ում հետ կցանկանաք, որ համագործակցի։ Ես ուզում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ընտրվի։ Բայց կարծես չի բացահայտում, թե ով է իրենց թիմի վարչապետ։ Դե օրը կգա կբացահայտվի։ Գիտեք ով է։ Չէ, ես չգիտեմ, օրը կգա կբացահայտվի։ Ցանկանում եք, որ հենց Ծառուկյանը լինի։ Այո, իհարկե։ Ես ցանկանում եմ Ծառուկյանը լինի։ Այո, որովհետև մի ամբողջ, ասենք, կյանքա, որ ես աջակցում եմ Բարգավաճ Հայաստանին։ Շնորհակալություն։